Հանրային ռադիոյի ուղիղ եթերում վերնատունն է, ես Նազելի Օհանյանն եմ, ողջույն սիրելի ռադիո լսողներ, Հանրային ռադիոյի կայքեջում ու նաև Facebook-յան հարթակում մեզ դիտողներ։ Այսօր հունիսի 1-ն է երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրը ու մենք այսօր կխոսենք մանկական թարգմանական գրականության եւ ոչ միայն, կխոսենք նաև երեխայի ներաշխարհի արժեքների ձևավորման ու նաև մշակութային կապերի մասին։ Իսկ իմ զրուցակիցը մանկական գրականության թարգմանիչ Նունե Թորոսյանն է, ողջույն, շնորհակալություն մեզ։ Բարև ձեզ, ես եմ շնորհակալ։ Հունիսի 1-ը երեխաների իրավունքների ու նրանց հանդեպ հոգատարության օր է։ Լավ գիրքը ինչ որ իմաստով պաշտպանում է երեխայի ներաշխարհը ու շատ կարևոր է որպեսզի ու նաև էմոցիաները, ինչու ոչ։ Այո։ Ինչ թեմաներ կան այսօր արդի թեմաներ, որոնք թարգմանական գրականության մեջ, որոնք շատ կարևորում եք մեր երեխաների համար այսօր։ Գիտեք, ես ավելի շուտ այսպես կասեի, արժեքները, համամարտկային արժեքները, այդքան արագ եւ հեշտ չեն փոխվում։ Այսօր մենք իհարկե խնդիր ունենք որոշակի, որովհետեւ կարծես թե ամբողջ աշխարհով մեկ արժեքները ինչ որ փշուր են լինում եւ կեղծ արժեքներ են հայտնվում դրանց փոխարեն։ Հիմա ես կյանքիս մի զգալի մասը 21 տարի աշխատել եմ դպրոցում, իմ ուզելով, բոլորը զարմանում էին, թե ինչու դպրոցում։ Ու շատ կարևոր եմ համարում, որ երեխաների ձեռքն ընկած գիրքը լինի հետաքրքիր, լինի գեղեցիկ լեզվով գրված, գեղեցիկ ձևավորված, որը նույնպես ճաշակ է զարգացնում եւ երևակայություն է զարգացնում եւ որոշակի արժեքներ կրող։ Դե այդ արժեքների վրա մանրանալու կարիք չկա, բոլորս էլ հասկանում ենք։ Բարությունն է, փոխօգնությունն է եւ այլն եւ այլն։ Իսկ դրանք վերաիմաստավորվում են այդ արժեքները ժամանակին համընթաց, այսպես ասած։ Չէի կարծի, որ եթե վերաստայմավորվում են, մենք ունենում ենք այն, ինչ որ այսօր ունենք։ Այդ արժեքները դրանք մնայուն են։ Գիտեք, օրինակ Շեքսպիրին այսքան մեծարում են, չէ՞։ Բայց Շեքսպիրի գործերի մեջ կան գործեր, որ արդեն գուցե իրենց ակտուալությունը, արդիականությունը կորցրել են, բայց ասենք թե Համլետը, այո, երբեք արդիականությունը չի կորցնի, քանի որ մարդկային էությունը չի փոխվում դարերի հետ։ Այդ խնդիրները դեռևս մնում են։ Եվ լինել չլինելու հարցի պատասխանն դեռևս այո, մարդկությունը չի ստացել։ Այո։ Եվ գիտեք ինչ, ես միշտ ասում եմ ծնողներին, երբ որ առիթ է լինում, երբեմն ասում են գիրքը թանկ է Հայաստանում, ոչ, Հայաստանում գիրքը թանկ չի։ Գուցե թանկ է մեր ժողովրդի գրպանում ունեցած փոխի համեմատ, բայց չէ որ այդ գիրքը ծախս է պահանջում։ Եվ ես ամեն անգամ երբ որ արտասահման եմ գնում, պարտադիր խանութները մտնում եմ եւ գրքերի գներն եմ նայում, ասենք տասնյակ հազարավոր տպաքանակով տպվող անգլերեն գրքեր օրինակի համար, նույն գինն ունեն, ինչ որ մեզ մոտ ենթադրենք 300 կամ առավելագույնը 1000 տպաքանակով տպվողը։ Այսինքն մենք մեր հրատարակիչները աշխատում են ուղղակի սահմանային շահույթով։ Բայց երեխաների համար, ու ես միշտ ծնողներին ասում եմ, որ համարեք, որ ոչ թե երեխայի վրա փող եք ծախսում, այլ ներդրում եք անում ապագայի մեջ։ Քանի որ ոչ մի բան, ինչքան ուզում է ինտերնետ լինի եւ այլն, դրանց հոդվածները կարդալը շատ տեղեկություն է տալիս, տեղեկատվական բազան է մեծացնում, բայց երևակայությունը մտքի թռիչքը զարգացնելը, սա միայն գեղարվեստական գրականությունը կարող է անել։ Եվ իհարկե, այսպես եթե մեջտեղի օղակները բաց թողնեմ եւ արդյունքին գամ, եթե երեխաները մանկուց լավ գրքեր կարդան, հետագայում մենք կունենանք ավելի լավ հասկացող հասարակություն։ Եկեք այդ լավ գրքերի մասին խոսենք, դուք այսպես շատ հետաքրքիր գրքեր եք ձեզ հետ բերել, դրանց մենք կփորձենք անդրադառնալ առանձին, ինչ է կարդում այսօր ժամանակակից երեխան եւ ինչ է իրեն այսօր հետաքրքրում։ Դուք ամենալավ եք իմանաք այդ մասին։ Գուցե շատ ծնողներից ավելի լավ։ Չէ, որովհետեւ ծնողներն են երեխաների համար գրքեր գնում եւ իհարկե ծնողները շատ հաճախ գնում են այն գրքերը, որոնք իրենք մանուկ ժամանակ հաճույքով կարդացել են։
Եվ մանկական դասականներ կան, որ չեն փոխվում, մնում են։ Դասականը հենց դրա համար դասական է, որ չի փոխվում։ Օրինակ, գուցե մի քիչ ավելի մեծ տարիքի համար նախատեսված Մաուգլին Կիպլինգի երբեք իր արդեականությունը չի կորցնի, որովհետև էլի այդ հարաբերություններն են, չէ, ջունգլիի կտավի վրա, փաստորեն մարդկային հարաբերությունների հետ է համեմատությունը գնում, էլի բարու չարի պայքարի մասին եւ այլն եւ շատ իմաստուն գիրք է, բայց իհարկե մանկագիրները տեղում նստած չեն, հրաշալի գրքեր են գրում, շատ գեղեցիկ գրքեր, էլի բարություն սովորեցնող։ Ես օրինակ շատ կուզեի մի իմ սիրած գրքերից մեկին անդրադառնալ, անգլիացի հեղինակ է, երիտասարդ Թոմ Ֆլետչեր, մի հետաքրքիր գիրք հեքիաթ է գրել, որ կոչվում է Տոնազավրը։ Մի երեխայի մասին է, որ երազում է նոր տարին շատ է սիրում, բայց նաև երազում է դինոզավր ունենալ իսկական, մի խոսքով էսպիսի հեքիաթ է։ Այն աստիճանի բարի, մարդկային, ուղակի հոգուլարերի հետ խաղացող, միաժամանակ զվարճալի գիրք է, եւ ասեմ, որ այս հեղինակն էլ ինքը ամբողջ հասույթը փոխանցում է հատուկ հիմնադրամի, որտեղ այդ գումարներով գնվում են վերջին խոսքով հաշմանդամ երեխաների համար սարքված անվասայլակներ, էլեկտրոնային այդ բոլոր հնարավորություններով, էլի, այսինքն ինքը եւ իր գործով եւ իր գրքով այդ բարությունն է երեխաներին սովորեցնում, բայց նաեւ շատ լավ լեզվով է գրված, հաճելի եւ բառախաղերով եւ կատակներով եւ շատ կուզեի, որ իհարկե մեր պատկերացրեք իսկապես երեխաները շատ են հավանում, որովհետև անցյալ զեղչերի ժամանակ երկուքին մոտեցան, մեկը ասեց, ինչ խորհուրդ կտաք երեխայի համար, ասի, սա էլ ձեռքից տակ է, ասի, գիտեք, եթե սա չեք կարդացել, շատ խորհուրդ կտամ, որովհետև շատ եմ սիրում այս գիրքը, վայ, ասեց, մենք ոչ միայն կարդացել ենք, այլ աղջիկս շատ էս հեղինակից վիրավորված, ասում եմ, ինչու՞, սրա երկրորդ գիրքն էլ կա, որը կոչվում է Տոնազավրը եւ Ձմռան կախարդը։ Ասում է երկու գիրքն էլ կարդացինք, հետո նեղացավ, ասեց, ինչու է երրորդը չի գրել այդ մարդը։ Եվ կողքի կինը, որ ուրիշ կին էր, կապ չունեին, իրար հետ չէին, ասեց մեր տանն էլ նույն կռիվն է։ Ուզում են երկրորդը անպայման։ Եվ ես շատ ուրախ եմ, որովհետև սա մեր երեխաներին ավելի բարի կդարձնի, ավելի, չգիտեմ, եւ երևակայություն ունեցող եւ երազանքներին հետամուտ լինել կսովորեցնեն, որովհետև կարեւոր է որ մարդ երազանքներին հետամուտ լինի։ Շատ լավ, մենք գիտենք, որ մանկական գիրք թարգմանելը միայն բառերը հայերեն դարձնելը չէ, իհարկե, մենք եթերից առաջ այդ մասին խոսել ենք նաև, թե օրինակ օտար միջավայրն ու մտածողությունը ինչպես հայերեն դարձնել ու հայ երեխայի համար հասանելի ու ընկալելի դարձնել, դա շատ կարևոր է։ Կուզեի հասկանալ, թե ինչպես է գտնում այդ սահմանը, որը պահպանում է եւ բնագրի շունչը ու նաեւ դարձնում է մեր երեխաների համար ընկալելի։ Իրավացի եք, որովհետեւ այստեղ սահմանը շատ նուրբ է։ Եվ ինչ որ պակասում է մեր հայերենի ուսուցիչներին, ինչը որ դպրոցի երեխաներին չի տալիս, լեզվի նրբերանգները, ոճական նրբերանգները զգալն է։ Ես անցյալ անգամ որ խոսում էինք, ասեցի, որ մանկական գիրք է, որտեղ երեխան ուղիղ խոսքում, ոչինչ եթե դա լիներ հեղինակ, ասենք ամենտեղ բայցի փոխարեն ասում է սակայն եւ ամենտեղ ուզելու փոխարեն ասում է ցանկան։ Ես էլ օրինակ բերեցի, լսել եք որ որևէ մեկի երեխան ասի մայրիկ, չգիտեմ, սակայն ես պաղպաղակ կցանկանայի։ Երբեք չի ասի, ինչու եք այդ կեղծ խոսքը սովորեցնում։ Մի քիչ դա մեր ուսուցիչներն էլ չէ, մեկ էլ երեխաներին ասում են առոգանությամբ արտասանիր եւ կեղծ պաթոսով սովորեցնում են, ասենք թե ես իմ անուշ Հայաստանի բանաստեղծությունը, որ ասես աղոթք լինի եւ աղոթքի նման հոգով զգալով պիտի արտասանեն, մեկ էլ լսում ես ես իմ անուշ Հայաստանի, միանգամից կեղծ է դառնում։ Որովհետև այդ բանաստեղծությունը այդ տարիքի երեխան ամբողջ խորությամբ դեռևս չի ընկալում։ Իսկ մեծերը, իսկ պրոֆեսիոնալ դերասանները, դա գալիս է դպրոցից, դա գալիս է։ Բայց ես ասեմ մի ավելի բարդ խնդրի հետ եմ առնչվել, Ալիսը հրաշքների աշխարհում գիրքը թարգմանելիս, այնտեղ ուրեմն ամենից սկզբում
Ալիսը նկատում է, որ ուզում է մի բանաստեղծություն ասել, բերանից ուրիշ բառեր են դուրս գալիս։ Հիմա պարզվում է, որ այն բանաստեղծությունները, որոնք խեղաթյուրված այդտեղ դրված են, այն բանաստեղծություններն են, որ Քերոլի ժամանակ բոլոր երեխաները գիտեին, ոնց որ ասենք մեզ մոտ ձկնիկ լողտուր լողարա կամ ձիձի կարմիր ձի, այդպես։ Եվ երեխան, երբ որ տեսնում էր դա աղավաղված, երբ որ երեխան գիտի, որ մի ոտանավոր կա, ասենք թե փոքրիկ մեղուն ոսկեփորիկ եւ կարդում է կանաչ, չգիտեմ, կոկորդիլոսը կատաղած, ես այսպես օրինակի համար եմ ասում, նա դրանից ծիծաղում է, որովհետև գիտի, թե ինչն է ինչ դարձել։ Հիմա նախորդ թարգմանության մեջ ուղղակի այդ խեղաթյուրված տարբերակը թարգմանիչը թարգմանել էր դրել։ Հիմա ես հիշում եմ, որ զանգեցի պարոն Մարտիրոսյանին, ասացի պարոն Մարտիրոսյան, այսպիսի խնդիր կա։ Ես կարծում եմ, որ այստեղ ոչ ամենտեղ իհարկե, որովհետև դա արդեն կստացվի միջամտել։ Բայց ինչ որ տեղեր, որտեղ հատուկ շեշտադրվում է, որ վայ, ես ինչ եղավ բերանիցս ուրիշ բառեր դուրս եկան, պետք է լինեն փոքրիկ ոտանավորներ, որ մեր երեխաները բոլորը գիտեն, որ նույնը զգան, այստեղ կարևորը չի թե երեխան ինչ բառ է կարդում, երեխան պիտի նույն զգացումներն ունենա, նույն ապրումները, նույն տեղերում ծիծաղի, նույն տեղերում վշտանա եւ այլն եւ այլն։ Եվ ուրեմն այդ առաջինը ես գրեցի մկնիկ վազդուր վազարա տորթի որսը թողարա իջիր քո խոր բնիկը մինչև գնա փիսիկը թե ինչ որ մի այսպիսի բան հիմա մի բան որը բոլորին հասկանալի է հա որ դա ձկնիկ լողտուր լողարան է եւս միտեղ էլ որ թրթուրին բողոքում է Ալիսը թե փորձում եմ ինչ որ բան արտասանել բերանից ուրիշ բառեր են դուրս գալիս ասում դե մի արտասանիչ տեսնեմ եւ էլի այդտեղ էլ հատուկ շեշտադրում է դրա վրա ես վերցրեցի հիշելով որ Հովհաննես Թումանյանը ունի անգլիական բանաստեղծություն մանկական թարգմանած էսենտունն է որ շինել է վարպետոհանը այո անգլիական է դա The house that Jack built այո դա անգլիական հայտնի մանկական բանաստեղծություն է ես սա վերցրեցի եւ ասենք ոչ թե էսենտունն է որ շինել է վարպետոհանը այլն էսեն շունն է որ չգիտեմ այսպես փոփոխեցի այո բայց էլի ճանաչելի էր ինքը ամբողջությամբ մյուս տեղերում որտեղ հատուկ ակնարկ չկա արդեն ենթադրվում է որ հա բոլորս էլ գիտենք որ Ալիսի բերանից անհետեցություններ են դուրս գալիս թարգմանել եմ այդ Լուիս Քերոլի գրված ինչպես որ բայց այստեղ շատ զգույշ պետք է լինել որ հանկարծ ինչպես ընկերուհիներիցս մեկն էր ասում անգլիացուն հայկական տրեղ չհագցնես այսինքն ընթերցողը տվյալ դեպքում երեխան պիտի հայերեն կարդալով պատկերացնի թե կամ զգա թե Այս գիրքը հեղինակը հենց հայերեն էլ գրել է, բայց նաև հասկանա, որ սա Անգլիայի մասին է, անգլիացի երեխաների մասին է։ Այնտեղի մշակութային միջավայրը է։ Այո։ Հիմա տեսեք, օրինակ շատ շատերը հայերեն թարգմանելիս անգլերենից miss, mrs, mr այս բառերը չեն թարգմանում։ Բայց ինչու։ Անգլիացու համար այդ բառերը շարքային բառեր են, ինչպես մեզ մոտ պարոնը, տիկինը եւ օրիորդը։ Մինչդեռ լեդին եւ լորդը ոչ, անգլիական յուրահատկություն են, առանձնահատկություն են։ Այսինքն, լեդին եւ լորդը պահպանելով մենք կարող ենք այդ անգլիականության, այդ անգլիական մթնոլորտը փոխանցել, բայց ինչու ասել, ասենք Miss Doolittle, եթե կարելի ասել օրիորդ Doolittle կամ տիկին այսինչ։ Այ գուցե ես մի քիչ ավելի շատ եմ գուցե ոչինչ որ միս եւ միսիսով են ասում Իմիջերուց տեղեր կան որ կարելի է եւ այդ բառերը հատիկ դնել ոչ բայց ոչ համատարած էլի շատ դժվար է սահմանը գծելը շատ դժվար է բայց դե հիմա պիտի գործը դա է պահանջում ես ինչու էի ասում որ երեխա ամեն ինչ անում եմ որ երեխաների ձեռքը լավ գիրք ընկնի դա լավն է թե չէ դա ընթերցողը պիտի դատի կամ ծնողը կամ երեխան ինքը բայց ես իմ կողմից առավելագույն ջանք ներդնում եմ չեմ զլանում որովհետև ինձ համար իրոք շատ կարևոր է եւ մի բան էլ ասեմ
երեխան կսկսի կարդալ, եթե շատ փոքր ժամանակվանից մայրը քնելուց առաջ անպայման երեխային հեքիաթ կարդա կամ պատմի, կամ օրորոցային երգի։ Իմ ծնողները շատ զբաղված են եղել, բայց երբեք չի եղել, որ ինձ քնելուց առաջ հեքիաթ չկարդան կամ դիաֆիլմ ցույց չտան կամ բան։ Եվ սա ինչ որտեղ իհարկե կարծում եմ, որ ինձ վրա ազդել է։ Նախորդ ժամանակաշրջանում, նախորդ դարաշրջանում գուցե նաև իմ սերնդի համար ավելի հեշտ էր գրքին մոտ լինելը, այսօր այս վիզուալ դարաշրջանում երեխաները լրիվ տարված են խաղային եւ գadgetային այսպես միջավայրերում շատ են ներգրաված եւ այստեղ նաեւ լեզվամտածողությունն է փոխվում, օտար լեզվամտածողությունը ակամա այսպես մտնում է երեխաների մեջ եւ հետաքրքիր է արդյոք դուք հաշվի առնում եք նաեւ այնպես թարգմանել, որպիսի լեզու գրավիչ լինի, այսինքն որպեսզի երեխաները մնան ընթերցանության տիրույթում։ Անպայման դա հիմնական նպատակ է, երեխայի համար գիրքը պիտի գրավիչ լինի։ Երեխան պիտի միտեղ ասենք մայրը կարդում է ինքը ծիծաղից կչկչափորը բռնած, միտեղ հուզվի, միտեղ արցունքներ գուցե հայտնվեն, այդ արցունքներն էլ են պետք։ Ասենք շատերը լսել են, որ ասում էին, հատկապես ռուսական դպրոցի այդ կոնտինգենտը, այդ Թումանյանի Գիգորը պատմությունը չի կարելի երեխաներին տալ, երեխաները ողբերգություն են ապրում, բայց Գիգորը նախ շատ փոքրերի համար չի, մի քիչ ավելի հասուն տարիքի համար, բայց դրանք այն արցունքներն են, որ երեխային մաքրում են, բարի են դարձնում։ Առանց դրանց չի լինի։ Բոլոր տեսակի հույզերը պիտի երեխան զգա, երեխան իր միջով պիտի անցկացնի, ապրի այդ ողբերգությունը։ Կարևորը ինչն է, որ ամեն մարդ, ես այսօր նույնիսկ տաքսիով գալիս եմ եւ վարորդի հետ խոսեցի, ասում էր մարդիկ չեն հասկանում շատ բաներ, այսինքն մարդիկ խնդիր ունեն իրենց դիմացինի տեղը դնելու։ Էլ ոնց կարող են հասկանալ, երբ օգնության հասնեն, ինչ խոսքերով օգնության հասնեն։ Իսկ այդտեղ մեզ օգնության է գալիս գիրքը։ Այո, գալիս է, անպայման գալիս է։ Եկեք անդրադառնանք գրքերին, քանի որ ձեզ հետ բերել եք բավականին գրքեր եւ ամեն մեկը տարբեր տարիքային, այո, տարբեր տարիքային այսպես բանով։ Կուզեի ձեր ընտրությամբ ուղղակի, որ գիրքը, որը դուք համարում եք շատ կարևոր գիրք նաև երեխաների համար, այդ մասին խոսենք։ Դե գիտեք ինչ, նախ քանի որ տարբեր տարիքային խմբերին են հասցեագրված, բայց միևնույն է, ասենք շատ փոքր երեխաներին պետք է սկսեն կարդալ երևի այնպիսի գրքեր, որտեղ նկարներն ավելի շատ են, տեքստը ավելի քիչ։ Այո, եւ նաեւ ձայնային հնարավորություններ ունեն, այսօր գրքերը ունեն այդ ձայնային հնարավորությունները։ Էդ էլ կա, բայց կոնկրետ այս գրքերը չունեն, էլի անգլիացի հեղինակ է, Խավարի ասպետ բուն եւ Խավարի ասպետն ու Արտույտը վաղազարթույտը։ Այստեղ ես ինձ մի բառ հորինել եմ թույլ տվել, ինչու՞։ Որովհետև անգլերեն գրված էր The Early Bird, ռուսներեն րանняя пташка։ Մենք գիտենք, որ դա արտույտն է։ Հիմա տեսեք, ես ուրեմն վշտացած, նստած, մտքերի մեջ ընկած, մտածում եմ, թե ինչ ձևով այս բառախաղը բանան։ Եվ վաղ բառով բառարանն եմ թերթում։ Մեկ էլ տեսնեմ հայերենում կա բառ վաղազարթույց, որ նշանակում է վաղ արթնացող։ Ինչ թույլ տվեցի մի տառը փոխել, Վաղազարթույցը սարքել վաղազարթույթ եւ Խավարի ասպետն ու Արտույտը վաղազարթույտը, այսպես դարձրեցի։ Շատ բայց հանգավորում է ստացվել հետաքրքիր։ Այո, եւ ինքն էլ նկարազարթել է, իր նկարազարթումներն են շատ գեղեցիկ ու գրավիչ, ոյ մի խոսքով։ Ահա։ Եվ բանը, եւ մեջը էլի բառախաղեր կան, այսպես զվարճալի հատվածներ կան, ասենք ոնց են ինքն եւ հատկապես ինչ տարիքի համար է դրանք, երևի 3 տարեկան, 5 տարեկան, հա։ Չէ, մենք գիտեք, երբեմն երբ ինքներս մեծանում ենք, հետո սկսում ենք երեխաների տարիքը սխալ պատկերացնել։ Այդ տարիքային առանձնահատկությունները մեզ թվում է շուտ է, դեռ փոքր են։ Ես այս վերջերս ինձ թափեցրեց Ռիփսիմեի մի հարցը մեր Մադոյան Ռիփսիմեի, որ ասում էի, թե լավ կլիներ Թմկաբերդի առումը այս երաժշտական ֆորմատով արվեր, ափսոսոր թանկ է եւ այլն, ծրագիրը,
ասեց, բայց դա ախր փոքրերի համար չի։ Դուք ձեր երեխաներին օրինակ փոքր տարիքում կարդացել եք Թմկաբերդի առումը։ Ու հանկարծ ես հիշեցի, որ այո, կարդացել եմ։ Եվ շատ հուզվել են, եւ շատ հետաքրքրությամբ լսել են, դպրոց չէին գրում 4 տարեկանում։ Ինչից եմ հիշում, եւ Թմկաբերդի առումը, եւ Փարվանան, հիշում եմ, որ Աղվերանում հանգստանում էինք, ամուսինս երեխայի հետ գնացել էր անտառում զբոսնելու, եկել եկավ ասեց. «Ես ինչեր ես լցրել երեխայի գլուխը»։ Մի բացատ հասանք թիթեռնիկներ թռան, ասեց. «Վայ, պապա, սրանք կախարդված արքայազներ են»։ Փարվանայից էլի։ Ուզում եմ ասել, այնպես որ ոչ, երեխան երբ որ դեռ կարդալ չգիտի, ասենք 2-3 տարեկանից արդեն կարելի է սկսել։ Սկզբում շատ պարզունակ գրքերից, կամաց բարդացնել, հետո մի քիչ ավելի ասենք հեքիաթ է, որտեղ նաև երաժշտական ուղեկցություն կա եւ սա շատ երաժշտական գիտելիքներ է տալիս, չէ՞։ Գիտեք, ես ձեզ էլի մի օրինակ պատմեմ, վախենում եմ ժամանակ շատ եմ վատնում, բայց կարծեմ օրինակ է, պատկերավոր։ Իմ թորնիկը փոքր, որը 3 տարեկան էր, սրա առաջին գիրքը Կարապիլիչի եւ Մարդուկ ջարդուկը առաջին այդ երկուսը եղան։ Ուրեմն աղջիկս կարդացել էր 3 տարեկան էր երեխան, Մարդուկ Կարապիլիչը կարդացել էր, հետո մեկ էլ մեր թատրոնում բեմադրեցին Կարապիլիչը եւ այդ 3 տարեկան երեխան բալետը, այո, բալետը։ Դե գիտեք, ես բոլոր բալետները, օպերաների մի մասը, բոլորը հեքիաթների հիման վրա են։ Դրանց հեքիաթները կան։ Եվ կախարդական սրինգը հեքիաթն էլ կա, Կարապիլիչն էլ կա եւ այլն եւ այլն։ Մարդուկ ջարդուկն էլ իհարկե։ Եվ այդ 3 տարեկան երեխան արդեն որովհետև գրքին ծանոթ, հեքիաթին ծանոթ էր, այսինքն լիբրետոն գիտեր, եւ երաժշտությունն էլ հատվածաբար լսել էր, մինչեւ վերջ կլանված նայել է։ Եվ այս նույն բանը ես ուրիշներից էլ եմ լսել, գիտեք, ընկերուհիներից, որ այդ գիրքը առել են եւ նվեր են տվել, շատ նվերի համար իսկական լավ գիրք է։ Այսինքն տեսնում եք, երեխային հրապուրում է, դասական երաժշտության է սովորեցնում։ Այո։ Էլ չասած, որ երաժշտությունը նույնպես թույլ է տալիս երևակայությանը զարգանալ, չէ, ասենք պատկերացնում է մտովի այդ երաժշտության ներքո։ Այսինքն միայն գիրքը բավարար չէ, կարելի է նաև զուգորդել զուգահեռ ներկայացումների գնալ, բալետի եւ այլն, որպեսզի այսպես ընդհանուր թանգարաններ գնալ, մենք Հայաստանում հրաշալի թանգարաններ ունենք, որ շատ կարևոր է, որ երեխաներին տանեն ծնողները, թող չզլանան տանեն, եւ այդ ամեն ինչը ներդրում է երեխաների ապագայի մեջ։ Դիկին ընդհանրապես ինչ տենդենսներ կան աշխարհում մանկական գրականության։ Ես գիտեմ հրատարակչությունը, որի հետ դուք համագործակցում եք, օրերս գրքի տոնավաճառում մրցանակի է ավելի շուտ լավագույն չէ, միջազգային մրցանակի, այո, Բոլոնիայի գրքի տոնավաճառում, այո, Ասիայի լավագույն հրատարակչության լավագույն անկական հրատարակչության, այո։ Դա շատ կարևոր է մեզ համար, քանի որ մեզանում տարիներ շարունակ մանկական գիրքը այսպես շատ հետին պլանում է, այսինքն ինչի, մեր մանկության ժամանակ կար այսպես անգլերեն ասած must գրականություն ցանկ, չէ, որ բոլորը պիտի Չիպոլինոն կարդացած լինեն, Բուրատինոն, բայց մեր հայերեն գիրքը այդպես էլ տեսքից, ամեն ինչից այդպես մրցունակ չէր ռուսերեն գրքի համեմատ ու ասենք հիմա մենք մրցունակ Ահույքը, թե հագուստը, շատ լավ։ Հիմա օրինակ մեր հրատարակչությունը հատկապես մանկական գրքի ուղղությամբ է այնտեղ արդեն երևացող տեղում հայտնվել։ Ձեր կարծիքով ո՞րն է գլխավոր պատճառը, վիզուալ ձևավորումը, թե այլ պատճառ կա, որ Գիտեք, ես ես կասեմ այսպիսի մի բանով, քանի որ իմ հայրը ճարտարապետ էր, ես այդ խոսքը շատ եմ լսել։ Պետք է լինի ձևի եւ բովանդակության միասնություն։ Այդ ժամանակ առավելագույն արդյունք կտա։ Առավելագույն։ Հա, գիտեք, մի բան եմ ուզում ասել Թոլքինի Հոբիթը գրքի մասին, որ արդեն պատանեկան տարիքի գիրք է իհարկե, ֆիլմերի պատճառով, ասեմ, քանի որ բացասական եմ վերաբերվում։ Այս Հոբիթը ֆիլմ, Հոբիթի հիման վրա նկարահանած ֆիլմը այն աստիճանի գրքի հետ կապ չուներ։ Խելքին զոր տված թույլ տվեք այդ արտահայտությունը գործած եմ, ինչ որ բաներ հորինած, փոխած, տաղտկալի դարձրած, որ ես վախենում եմ, որ շատերին խրտնեցնի։
Գիտեք, մատանիների տիրակալը Թոլքինը ինքը թեև ենթադրվում է, որ սա առաջինն է, նա կարծես շարունակություն։ Նա շատ ավելի լուրջ, այսպես ծանր գրված, ծանր լեզվով գրված գիրք է։ Հոբիթը շատ դուրեկան գրված, կատակներով, հումորով, մի քիչ այնպես վախենալու արկածներով, բանով գիրք է եւ երեխաներին ես վստահ եմ, որ շատ կհետաքրքրի։ Որ տարիքից սկսած։ Դե ես կարծում եմ, որ 12-ից ասենք։ Որպեսզի իրենք կարդան, իրենք Թեև գիտեք ինչ, երբեմն մենք բոլորս էլ հոգու խորքում երեխա ենք, չէ՞։ Ես ասում եմ, ես այս տոնազավրը թարգմանելիս այնպիսի բավականություն եմ ստացել։ Տենդենսներից խոսենք։ Այս վերջերս որքան նկատել եմ, երեխաների համար, մանկական տարիքի համար դետեկտիվներն են շատացել։ Ես ասեմ, չգիտես ինչու շատերը դետեկտիվը համարում են երկրորդ կարգի գրականություն։ Բայց երկրորդ կարգի չէ, որովհետև մարդ չի կարող անընդհատ ինչ-որ փիլիսոփայական բաներ կարդալ։ Երբեմն պիտի ցրվի, չէ՞։ Երբեմն պիտի միտքը հանգստացնի։ Բայց ինչ վերաբերում է դետեկտիվին, դետեկտիվը նույնպես կարող է լինել լավ գրված եւ վատ գրված։ Մանկական դետեկտիվները հանելուկների նման, մաթեմատիկական խնդիրների նման, երեխաների միտքը աշխատեցնում են։ Իհարկե, եւ այնքան լավ գրավիչ էս վերջերս Անտարեսը արել է մանկական դետեկտիվներ, որոնք ես խմբագրել եմ։ Ես կարծեմ, թե ոչ մեկը դրանցից ինքս չեմ թարգմանել, այլ խմբագրել եմ։ Արուսը Մարգարյան մի քանիսը շատ լավ թարգմանել է։ Բայց գիտեք ինչ, նայել ինձ նման համարում է, որ երկրորդ աչքը լավ է, որ նայի։ Դա կա, որովհետև երբ որ դու թարգմանում ես, կամա թե ակամա բնագրի ազդեցության տակ ես եւ մեկ էլ կարող է, ասենք, պատճենումներ անես, առանց գիտակցելու։ Կամ ինչ-որ մի բան այնքան հասկանալի չթարգմանվի։ Եվ միշտ կարևոր է, որ երկրորդ աչքը տեսնի։ Եվ Արուսը Մարգարյան, ինչպես նաև Արմինե Խաչատրյանն ենք մի էլի շատ լավ թարգմանչուհի, եւ վերջին հաշվով մեր Արմինե Պապանյանը, որ Անտարեսում նաև էջադրող դիզայներ է, բայց շատ հաջող թարգմանություններ է անում։ Նրանք էլ երևի մի քիչ ես էլ եմ դրանում նպաստել, քանի որ ինքս միշտ պահանջել եմ, որ իմ գրքերը խմբագրեն։ Էլի անպայման ուզում են, որ երկրորդ աչք լինի եւ ես շատ լավ, այսինքն դուք կարևորում եք նաեւ ես ծանոթ եմ, ես տանում եի նրան, որ քանի որ ես կարդացել եմ դրանք խմբագրելու համար, թե ինչքանով եմ խմբագրել, ինչքանով չէ, դա երկրորդ հարցն է, բայց կարդացել եմ հրաշալի գրքեր են։ Այսինքն հիմա ամենանոր տենդենսները, որը գրավում են երեխաներին, դրանք դետեկտիվ։ Կարծես թե դետեկտիվներն են։ Իհարկե Ռոալ Դալի գրքերն էլ, որովհետև զվարճալի են, էլի բառախաղներով, արկածներով եւ այլն, ինչ որ զարմանալի են, մեծ բարի հսկան եւ այլն։ Դրանք էլ մեծ հաջողությամբ մեծ պահանջարկ ունեին, բայց կարծես հիմա շատ են պատահում, անընդհատ տեսնում ենք այդ կատալոգները թերթելիս, որ մանկական նորանոր դետեկտիվներ են հայտնվում։ Իսկ ինչպես եք վերաբերում, շատ կարճուղակի ավարտվում է հաղորդումը, օրինակ արհեստական բանականությամբ գրված ստեղծագործությունները, արդյոք դրանք շատ են այսօր գրական շուկայում ընդհանրապես։ Ես չգիտեմ գրական շուկայում շատ են թե ոչ, բայց որպես թարգմանիչ կարող եմ ասել, որ գուցե մի օր գա, որ արհեստական բանականությունը կարողանա չափվել մարդկանց հետ։ Արհեստական բանականությունը որոշ հարցերում կարող է շատ օգտակար լինել։ Թարգմանչին կարող է օգնել ինչ-որ համատեքստեր, կոնտեքստներ հասկանալ, եթե դժվարանում է, կամ այսպես ասած թուրքերեն բառասեմ իշմար տալ, այսինքն ակնարկ անել, հուշել, թե ինչ գործած են, ինչ բառ գործած են, ինչ արտահայտություն գործած են, բայց մարդու երևակայությունը չունի, նա իր բազայից է տեղեկությունը քաղում, իսկ այդ բազայում էլ էլի քանի որ տեղեկություն դնողը մարդն է, երբեք երաշխիք չկա, որ ճիշտ կլինի։ Շատ լավ, շնորհակալություն Տիկին Նունե, մեր հաղորդումն ավարտվեց, ելի ռադիո լսողներ, անպայման գնեք ձեր երեխաների համար գրքեր, հետաքրքիր գրքեր, դրանք իսկապես շատ գրավիչ են, զարգացնող են, եւ մեծ ներդրում կանեք, այո, ձեր երեխաների ապագայի մեջ, ինչպես ասում է Տիկին Նունե Թորոսյանը, զրուցակիցս մանկական գրականության թարգմանիչ Նունե Թորոսյանն էր, մենք խոսում էինք մանկական գրականության մասին
եւ ոչ միայն։ Զրույցը վարեց Նազել Յոհանյանը, կհանդիպենք։ Վերնատուն